Խոստացա, որ վերադառնանք եւ վերադառնանք այլ դիբի նվաճումներու մասին խոսելով։ Ես այստեղ կուզեմ շեշտել, որ այո, կխոսենք այլ դիբի նվաճումներու մասին, բայց երկու հանգամանքներով։ Հիմա եթե տեսնեք, թե ովքեր են մեր զրուցակիցները եւ ինչի մասին կխոսենք, կենտատրեմ համաձայն գլակ ինձի հետ։ Հայ-ամերիկյան արևդրական բալադը, հարգելի բարեկամներ, ինքնին նվաճում է եւ ահավասիկ այդ հայ-ամերիկյան արևդրական բալադի Armenian American Chamber of Commerce-ի խորհրդի նախագահ Ալիսա Ասմարյանը եւ խորհրդի անդամ Լուսինե Յարյանը մեզի հետ են։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Եվ եկեք եւ երկու բառով ներկայացնենք ոմանց համար հայ-ամերիկյան արևդրական բալադը եւ ընդհանրապես իր գործունեության բնույթը եւ թաշտը, որովհետեւ ես կխոսեմ նվաճումներու մասին։ Ուրեմն հայ-ամերիկյան արևդուրի բալադը ծնվել է, այդպես ասեմ, 12 տարի առաջ եւ աշխատում է Ամերիկայում եւ փորձում է հայ բիզնեսներին միացնել եւ անդամներ ունենք եւ անշուշտ ունենք միայն ոչ թե հայ անդամներ, ունենք ոչ հայեր, որ շատ սիրում են հայերի հետ աշխատել եւ ուրեմն միացնում ենք commerce-ի միջոցով, networking եւ այլն բավականին մեծ ունեցել ենք աշխատանքներ լինի Travel Expo to Armenia, Expo when we just originated, երբ որ նոր ենք սկսել 12 տարի առաջ, եղավ առաջին մեր Expo-ն, որ introduce արեցինք Հայաստանը Ամերիկային եւ այդպես շարունակվում է։ Անշուշտ աշխատում ենք այստեղ, բայց սրտով նվիրված ենք Հայաստանին։ Գիտեմ, որ նաեւ AACC-ին որոշ չանքեր իգործ գտնե հիշեցիք արդեն Expo-ն որոշ չանքեր իգործ գտնե որբեսի առնվազն եթե չսենք ամերիկյան հայկական, բայց գոնե Կալիֆոռնիա Հայաստան արևդրական հարաբերությունները քիչ ավելի փառկավաճին, քիչ ավելի զարգանան, անշուշտ այստեղ երկկողմանի օգուտ կարելի է տեսնել բնականաբար եւ Հայաստանի համար եւ ինչու՞ չէ նաեւ հայկական արտադրությունը գրնա շատ ավելի մատչելի եւ շատ ավելի որակավոր ըլլալ կան այլ արտադրանքներ, որոնք կարելի է սպառել Կալիֆոռնիա մեջ։ Հետևաբար նաև ողջունելի է ծեր այդ գաղափարը։ Բայց տարիներու ընթացքին ընդհանրապես հայ-ամերիկյան արևդրական բալադը որոշ միջոցառումներ կցերնարգի եւ այդ միջոցառումները ընդհանրապես կարծեք նվիրված կլան հաղթանակներու, achievement-ներու, նվաճումներու, տարբեր բնույթի հաղթանակներ, տարբեր բնույթի նվաճումներ։ Հիմա հետաքրքրական է նախ գսեի եւ գհիշեցնեմ երկու տարբեր բնույթի նվաճումներու մասին կխոսենք դեսնել հայ-արևդրական հայ-ամերիկյան արևդրական բալադի խորհրդի նախագահը եւ մեկ անդամը երկու կանայք այստեղ են, սա կնշանակի որ արդեն նաեւ հայ գինը իր հաղթական ընթացքը կշարունակի այս բարակային բիզնեսի աշխարհի մեջ։ Եվ երկրորդը արդեն իսկ հայ գինը սկսած է իր achievement-ներով աչքի զարնել։ Անշուշտ։ Ուրեմն Եվ ճիշտ կարծեմ այս բաժարով գա ինչ-որ մոդիգաբակային միջոցառում, ինչ միջոցառում է այդ։ Ուրեմն ունենք հոկտեմբեր 1-ին շատ գեղեցիկ առիթ, որ արդեն 4-րդ տարեդարձն կատարում ենք, դա լինում է ընտրում ենք հայ-ամերիկացի կանանց, որը որ շատ գերազանց են, ինչ որ անում են իրենց գործի մեջ, բայց նույն ժամանակ շատ նվիրված են իրենց գաղութին, դա մեզ համար շատ կարևոր է, nomination-ները գալիս է եւ board of directors-ը որոշում է, որ անձին պետքա այդ օրը հոկտեմբեր 1-ին լինելով այս տարվա հոկտեմբեր 1-ին լինելու է ուրեմն Glendale Hilton-ում ժամը 12-ին շատ ցանկալի է որ բոլորը ներկա լինեք ունենք մի I say amazing women ուրեմն 13 հոգի են կներեք 14 հոգի են եւ սկսվում է տարբեր honor-ներ ունենք ուրեմն women in business շատ շնորհալի Այստեղ բզդիկ եթե գուզեք ինքզինքս ճշտեմ եւ նախքան այդ մանրամասնություններ ունացնել ուրեմն այստեղ խոսքը չի վերաբերիր միայն այն կանանց որ իրենց բիզնեսի բնակավարներու մեջ կերազանց են
այդ կանանց, որոնք իրենց բիզնեսի բնակավարներում մեջ կերազանց են, բայց նաև մեծաբես նվիրված են համայնքին, այսինքն գվերադարձեն նաև համայնքին։ Հիշեցնեմ, որ դղամարդկանց համար երբեմն Cigar Night-ը կգազմագերբեն, խնդրեմ, շարունակեցեք։ Այո, ուրեմն Cigar Night-ը գիտես, որ դա fundraising event էր, որը որ մենք այդ օրը հոկտեմբեր 1-ին արեցինք 3 գիշեր եւ Cigar Night-ը, քանի որ խոսում ենք դրա մասին, մի փոքր մի թեթև ասեմ, որ fundraising-ը եղավ scholarship-ների համար 5 երեխա ենք ընտրել, որը որ պետքա տանք scholarship Հայաստանում։ Հայաստանի երեխաները Հայաստանափնակ երեխաներ։ Այո, պետք է լինեն Հայաստանից եւ տարբեր մեյջորներից նախընտրում ենք, որ այս երեխաներին ինչ-որ մի տեսակ բուստ տանք, որ ասենք, որ լավն եք, շարունակեք, սովորեք եւ մեր կարծիքը, մեր chamber-ի կարծիքը, որ ինչքան մեր Հայաստանը զարգացած լինի եւ սկսում մանկությունից եւ մինչեւ high school եւ university մեր երկիրը շատ շուտ կզարգանա։ Ալիսա, եթե ճիշտ հասկացա, ուրեմն այդ գրթանաբասները գդրվին մասնակիտական, համալսարանական մագարտակի ուսանողներու։ Եվ ինչ քեղեցիկ կապար 5 ուսանողներ այս տարի համալսարանական, մասնակիտական իրենց անկրվանին պիտի ստանան, եթե ճիշտ գրահեմ ամբողջական գրթանաբաստը իրենց ամբողջ գրթաշակն է, որ գդրվի տարեկան։ Եթե այս տարի բավականի գումար հավաքենք, լինի այս հոկտեմբեր 1-ին, ուրեմն այդ ինչքան որ շատ հավաքենք, դա մեր պատիվն է եւ այդքան այդ պստիկները կստանան։ Բարին, եւ մենք կարճ ընդմիջում եմ իդ կվերադառնանք, որովհետեւ գուզեի այդ բաժինը քիչ ավելի հանգամանորեն ներկայացնեք, կարճ դատարի հետ կվերադառնանք եւ գխոսենք այն կանանց մասին, որոնք պիտի պատվվին այս տարի հոկտեմբերի 1-ին։ Մինչ այդ, խնդրեմ, մնացեք մեզի հետ։ Գշարունակենք հարգելի բարեկամներ եւ խոսքը կվերապերի հայ-ամերիկյան արևդրական բալադի ընդհանրապես նվաճումներուն շատ արագ անդրադարձ եղավ այդ մասին, բայց նաեւ ահավասիկ կանանց բիզնեսի մեջ եւ բիզնեսի ընդմեջ են իրենց համայնքին, իրենց հայրենագիցներու նվիրման նվաճումներուն։ Ինչպես որ խոստացանք, շարունակենք։ Այո, ես կուզենայեմ նշեմ, որ մեր scholarship-ներն էլ գալայից հետո were given out to 5 individuals, 3 of which were non-Armenian and 2 were Armenian. So մեր համար կարևոր է, որ մեր organization-ը, մեր chamber is inclusive of everyone, not only Armenian but also non-Armenian. As we want to support the children of the community because they're our future and we want them to be a part of our... And apparently since there are members who are non-Armenian members, but they are kind of, as I understood it, if I got it right, kind of committed to the Armenian community, at least in a part. Therefore, that would be a right return to the community at large. Համենայնտեղս ես հետաքրքրական էր այս մեկն ալիմանալ թե խոստացած էի վերադառնալ եւ խոսիլ ուրեմն կանանց նվաճումներուն մասին, բայց շնորհակալ եմ այդ հավելման համարալ։ Իսկ եթե վերադառնանք հոկտեմբերի 1-ին, ակնարկեցիք կանանց նվաճումներուն մասին, նվիրման մասին, եթե գուզեք մանրամասնություններ դալ շնորհակալ գլանք, իսկ եթե գուզեք խախնի բահել, պետք է բոլորը սպասեն։ Մեծ սիրով կտանք գաղտնիքները, Մանուկ ջան, ուրեմն ունենք Business Woman of the Year, շատ մի գեղեցիկ անձնավորություն, գեղեցիկ սրտով նվիրված Դալիդա Քերոլյանյան, MK Design, ուրեմն Corporate Woman, որը որ Աննա Մագզանյանն է, LA Times-ի Special Events and Marketing Vice President, ունենք Women in Law Eileen Kayasyan, she's also very dedicated to the community, ունենք Dr. Serine Melidonian, Women in Science, ունենք Women in Education Օրիորդ Լորա Քույումջյան, 30-year educator, 30 տարի ինքը անցկացրել է երեխաների հետ տարբեր դպրոցներ դասավանդել, բայց հիմա դասավանդում է AGB-ում, ուրեմն ունենք Women in Government, տեսեք ուր ենք հասել, արդեն government-ի մեջ են ունենք տիկիներ, Rita Hajimanukyan with Michael Antonovich office, ունենք Women in Journalism, Armine Ամիրյան,
CNN reporter եւ այլն եւ հիմա նա աշխատում է US Armenia-ի հետ եւ ունենք Women in Art Vera Arutunian շատ ճանաչված արտիստա որ իր նկարները ծախում է հազարներով շատ տաղանդավոր անձնավորություն է քանակը հազարներով թե արժեքը հազարներով եւ քանակներն են ամշուր կհասնի ունենք Women in Entertainment շատ ճանաչված եւ սիրված եւ շատ գեղեցիկ անձնավորություն Maria Cosette Women in Service ուրեմն ընտրեցինք երկու անձնավորություն որով բավականի ասում եմ շատ nomination-ներ ա գալիս եւ շատ ժամանակ մենք էլ դժվարանում ենք ընտրություն անենք board of directors-ն ա որոշում բայց ուրեմն Alice Chakarian with AGBU հետը եւ ունենք Vicky Marashlan with ARS International region եւ այս տարի նույն ժամանակ ունենք 3 տարբեր category where it was the President's Choice Award it's for the first time առաջին անգամ ալինում ուրեմն Lifetime Achievement Award գնում է մեր շատ հարգելի Minister of Diaspora Սփյուռքի նախագահին Հրանուշ Հակոբյանին նախարարին կներես շնորհակալություն մանուկ Սարգսյանը չներվի այո շատ ճիշտ դե մենք կանայք բոլորս գիտենք որ նախագահ ենք բոլորս մեր տան մեջ նախագահ ենք եւ ունենք Friend of the Armenia Kim Thompson որը որ եղել է իր ամուսինը եղել է մեր առաջին ամբասադորներից թու Հայաստանին ուրեմն շատ նվիրված է Հայաստանի եւ մինչեւ հիմա էլ շատ բարիքներ անում Հայաստանի եւ ունենք Friend of the Armenian Community որ նորից nomination-ները եկան եւ բոլորը ասում եմ ունենք շատ ընկերներ որ ոչ հայեր են եւ բավականի մեծ գործեր են անում մեր հայերի համար Deben Orfula So շատ ուրախ ենք որ այս անձնավորությունները ներկա լինելու հոկտեմբեր 1-ին եւ ցանկությունը սա է որ բոլոր մեր գաղութը ներկա լինի եւ քաչալերի եւ ամենակարևորը երբ որ ասում ենք women in business women in excellence luncheon չենք ասում որ միայն կիները կան նշանակում է որ տղամարդիկ պետք է կան եւ մենք երեք գիշեր սիգարնայթ ունենք եւ բոլոր տղամարդիկ որ ներկա են բոլորը մի ձայնով պատասխանեցին որ ներկա լինելը որ իսկականից շնորհավոր են այս կանանց it's such a big life achievement որով մեզ համար կանանց համար այդքան դժվար է լինել կին լինել մայր լինել businesswoman կամ աշխատել եւ չաշխատել բայց նվիրված լինել գաղութին դա takes time and energy so այս բոլորը ունեն սա so մեզ համար դա շատ կարեւոր է Եվ շնորհակալություն ենք ուզում հայտնենք հորիզոնին, որ միշտ մեր հայ ամերիկյան առևտուրի պալատին միշտ հյուրընկալում աստեղ եւ ներկա ենք լինում եւ խոսում ենք մեր տարբեր առիթների եւ շնորհակալ ենք ձեզ էլ մանուկ։ Այդ մեր հաջելի բարդականությունն է։ So watch Horizon all the time. Well, I guess they already do եւ շնորհակալ ենք անոր համար եւ հիմա հետաքրքրական է այս բոլորը գիտեք Մենք ընդհանրապես մեր առօրյա հեվքին մեջ դեղյակ չենք կլար, իրականության մեջ դեղյակ չենք կլար այսքան մանրամասնություններ ու այնպես որ մենք ալ մեր գարքին ծևոմը շնորհակալություն բարդական ենք բոլոր այն գազագերբություններուն, որոնք մեր համայնքի մեր հայրենագիցներուն մեջ են գնդրեն այդ նվիրյալ մարդիկը եւ մենք գիտեք ժողովուրդ մնենք որ ընդհանրապես մարդիկ մեռնել են վերջ կսկսենք մտածել իրենց պատվելու մասին հիմա կարծեք կամած սկսած է այդ մեկը փոխվել եթե անձնական խնդրանք մնալ ավելցնեմ ասոր վրա երբեմն գուզեք մտածել նաեւ դղամարդկանց մասին Well, գալան ունենք, որ Լուսին բացատրեց ասեց, Լուսի ջան, ուրեմն մեր գալահանդեսին ընտրում ենք Businessman of the Year, Businesswoman and the Business of the Year. So այս տարի ուրեմն ունենք Harun Dairies as the Business of the Year, որը որ տղամարդ է։ Ունենք Միքայել Իսրայելյան, Հարունը բանիրի եւ գատ է։ Բայց դա շատ լավ շատ ճանաչված, շատ հարգված մեր Անթոլ Բաղդասարյանը եւ ունենք Միքայել Իսրայելյան, որը որ Businessman of the Year
Եվ Miss Sylvia Chakmakjan, who was the businesswoman of the year. So նորից մենք միայն կին չենք հարգում եւ Ես այդպես էլ չուզեցի, ես բարձրապես ուզեցի կրկրել այս պատասխանը, որովհետեւ կան նաեւ դվյալներ, որոնք չհայտարարվեցան, չսվեցան։ Այո, հարգելի բարեկամներ, Armenian American Chamber of Commerce-ը նաև գբադվե Business of the Year, Businessman of the Year, հավանաբար հաջորդ տարիներում նաև բադվե Horizon Man of the Year, այցեք այս մեկի շատ լուչի չարնեք և բարձրապես իսկապես հետաքրքրական է այս բոլորը հիմա այս պիտի փորձեմ վերստին լրջանալ։ Հետաքրքրական է այս բոլորը այն առումով, որ ըսի չէ, ընդհանրապես մեր օրվան հերքին ընթացքին չենք իմանար, որ կան այսպիսի մարդիկ, որոնք լավ գործ գնեն, բայց այստեղ խոսքը միան իրենց ըրած լավ գործին, իրենց սեփական գործին մասին չէ, լավ գործ գնեն համայնքին համար, համայնքին նվիրված։ Հետևաբար ես գագնգալ եմ եւ թերևս այս մեկը ընդունիկ որպես առաջարկ, որ քիչ ավելի հրադարագվին եւ հրաբարագվին այս մարդկանց նվիրապերումները իրենց համայնքին, ոչ թե իրենց բիզնեսի մասին, ոչ թե ինչպես կրեն կամ աշխատին Los Angeles Times-ի մեջ, չէ, բայց ինչպես նաև գվերաթարցնեն իրենց համայնքին, որովհետև այնպես կթվի, որ կարծեմ ամենամեծ արժանիքը այն է, որ երբ դու գստանաս եւ գահասնես, վերաթարցնես այն ժողովրդին, այն համայնքին, այն շրջապատին, որը օրը քեզի այս կամ այն ձևով օժանդակած է, ճիշտ եմ։ Այո, այո։ Եվ ամենակարևոր մասը and their nomination-ների համար, we take that into consideration. That's the most important thing first, how they give back to the community. Which I guess there are certain objective criteria that are in Well, actually, you know, we had one person որ շատ կարևոր անձնավորություններ եւ շատ ճանաչված եւ ամերիկյան շուկայի մեջ չեմ ուզում անունը ասեմ, բայց նայեցինք, որ ոչ մի բան չի արել գաղութի համար։ Ոչ մի տեսակի volunteer, ոչ մի շատ ճանաչված է եւ շատ she's done really well whatever her profession was. She's well known not only in the Armenian community but outside of the Armenian community. But for us, it's very important that they give to the community, not just Armenian community. Just on a small note, when we told Deben Orfula, who's a non-Armenian, when we had lunch with her, and of course we had lunch with everybody to let them know that we were nominating. She was in tears. That's another privilege, giving them lunch. Yes, exactly. She was in tears. Լացում էր խեղճկինը։ Ասում էր, ես այս տեսակի վերաբերմունք, ես սիրում եմ հայերին եւ այլն, դա մեզ ցույց է տալիս, որ մենք ինչքան բարի մարդ ենք եւ ինչքան կարող ենք սիրենք եւ հարգենք։ Միայն պետք չի որ լինենք լավագույն։ Մեր հարգանքն է պետքա ցույց տանք, մեր սերն է պետքա ցույց տանք մեր ոչ հայերին։ Անպայման չի որ մենակ հայերով մնանք։ Եթե թույլ կտաք ձեր այս վերջին գաղափարին վրա քիչ ավելցնեմ եւ մեր վերջին ես Ռոբենը եզրափակելու համար, այո, շատ կարեւոր է հարգելի հարազատներ, որ մենք որպես այս երկրի քաղաքացիները, բնակիչները մեր հարգանքը ցույց տանք մեր միջավայրին, մեր շրջապատին, մեր քաղաքին, մեր երկրի նահանգի քաղաքի օրենքներուն, որովհետեւ մենք ալ մեր ղարքին վերստին շահենք բոլորին հարգանքը։ Դժբախտաբար այս բոլորը շատ քեղեցիկ, սակայն ըստիպված կհիշեմ այս մեկը դուք ինձ կհիշեցնեք, երբեմն մենք անարգական վերաբերմունք ցույց կտանք մեր երկրին, մեր քաղաքին, մեր օրենքներուն, թույլ տվեք եւ Բարեկամապար, եղբայրապար եւ անգերտ սրտե ընդունեցեք դուք եւ մեր հայրենագիցները այս հիշեցումը։ Մենք հարգանք ցուցաբերենք, իհարկե առաջին հերթին մենք մեզ հարգելով ստիպված կլանք բոլորը որ հարգեն մեզ։ Եվ այս մեկը դերևս այդ քայլերեն մեկն է, որուն համար շնորհակալություն ընդհանրապես հայ-ամերիկյան արևդրական բալադին, ողջունելի գեղեցիկ գաղափարին։ Շնորհակալություն ցեզի այսօր այստեղ գտնվելու համար եւ բնականաբար այսքանով կվերջանա այսօրվան գիզագետը խորքի մեջ կարելի է ասել երկու գիզագետ, որովհետև երկու տարբեր թեմաներ, որոնց հասարակ հայտարարը նվաճումն էր։ Շնորհակալություն դարձյալ, շնորհակալություն ձեր բոլորին հարգելի հարազատներ, գովազդներ